կրթության նախարարի հրամանը։ Այս եւ այլ բաների մասին խնդրեմ պարոն Դալյան։ Շնորհակալություն, նախ փոքր ճշգրտում, երևի 5-րդ մամլո ասուլիսն է, եթե հաշվենք, բայց 3-րդը Նոյան Տապանում եւ ես օգտվելով առիթից նախ խորի շնորհակալություն եմ հայտնում Նոյան Տապանին եւ Տիգրան Հարությունյանին այս աջակցության համար։ Իսկապես դա շատ կարևոր է, որ մեր հանգուցությունը կարողանա տեղյակ լինել այս իրադարձություններից եւ եւս մեր կազմակերպությանը ուզում եմ շնորհակալություն հայտնել, թե դա պարտադիր պայմանների մեջ չի մտնում, դա բաց հասարակության հիմնադրամին, որը հանձն է արել որոշ ձևով, որոշ չափով օժանդակել դատավարության խնդիրներին, որովհետեւ նրանք համարում են, որ այս դատավարությունը ունի ռազմավարական բնույթ եւ կարող է նպաստել նաեւ թե օրենսդրների փոփոխությանը, թե իրավական դաշտի, այդպես ասած, կայունացմանը Հայաստանում։ Հիմա գործի ցավոք ես շատ ուրախ կլինեի, եթե դադարեր այս շարքը եւ վերջո գործադիր իշխանությունները փոխանակ պնդեին իրենց սխալը որոշում կայացնեին եւ մենք դրանով այդ հարցը փակված համարենք, բայց ինչպես տեսնում եք նրանց համառությունը ստիպում է մեզ նաեւ դիմել եւ դատարան, իսկ նաեւ համապատասխան միջազգային ատյանների արձագանքի դեպքում այդ հարցը արդեն դառնում է միջազգային եւ ես ձեզ կասեմ, որ դա արդեն կարող է դառնալ նաեւ միջազգային իրավունքի նախադեպներից մեկը։ Շատ կարճ ձևով նախապատմությունը ուրեմն ես որպես Եվրախորհրդի փորձագետ մասնակցել եմ Ստրասբուրգում կայացած համապատասխան կոմիտեի նիստին, այդ նիստին մասնակցելու համար սա իմ պարտավորությունն է, որտեղ ես ընտրված եմ որպես փորձագետ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից եւ ներկայացված եմ Հայաստանի կառավարության կողմից եւ իդեպ ներկայացնողներից մեկը եղել է կրթության եւ գիտության նախարարությունը։ Այդ պատճառով ես նախարարը գրել է, որ իմ մասնակցությունը նպատակահարմար չէ, այսինքն հստակ արգելք չի եղել, ես մեկնել եմ Ստրասբուրգ, որից հետո ստացել եմ նկատողություն։ Այն դեպքից հետո եկեք փորձեցի բարձրաձայնել եւ բողոքել այս հարցը սկզբից վարչական մեթոդներով, հետո մամուլում, ուրեմն ակնհայտ հաշվեհարդար էր եւ դրանից հետո 10 օր անց առաջին նկատողությունից հետո ես ազատվեցի աշխատանքից։ Սա նախապատմությունն է։ Բնական է այս ամենը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, նաև միջազգային ատյաններում, այն բողոքները, որ կային, նաև արձագանքել էին եւ փոքրամասնությունները եւ հասարակական կազմակերպությունները, ամենահեղինակավոր կազմակերպությունները, բոլոր 11 Հայաստանում ներկայացված փոքրամասնությունների կազմակերպությունները նույնպես բողոքեցին այս անօրինականության դեմ։ Ինչու եմ դա ասում, որ իհարկե այդ բողոքը միջազգային ատյանները չէին կարող անտեսել։ Բայց թե Հայաստանի իշխանությունների կողմից, թե որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից փորձ է եղել ապակողմնորոշել միջազգային ատյանները։ Եվ Ստրասբուրգում այդ հանդիպումների ժամանակ ես պարզեցի, որ Հայաստանից, ես հիմա չեմ կարող կոնկրետ անունները տալ, համենայն դեպս ոչ պաշտոնական ձևով, որովհետև որևէ պաշտոնական դրություն, այսպես էլ ինչպես հասկացա, չի եղել, եթե եղել է, ես տեղյակ չեմ, եղել են համապատասխան դրություններ, եղել է համապատասխան ինֆորմացիա, որ սա այս հարցը քաղաքական է, որ Զոլանի մասնակցությունը պլենար նիստին եւ նրա աշխատանքից ազատումը ոչ մի կապ չունի, ավելին հայտարարվել է, որ դա աբսուրդ է եւ որպես ապացույց բերվել է ինչ-որ թերթերից մի մեջբերում, ինչ-որ թերթերից մեկը գրել է, որ դա աբսուրդ է կապել այս ամենը եւ ավելին փորձել են, այսպես ասած, անգամ ահաբեկել համապատասխան միջազգային ատյանները, ասելով, որ սա քաղաքական հարց է, կապված ընտրությունների հետ։ Այսինքն ես ամեն ձևով, ինչպես հիշում եք, փորձում եմ հապացնել, դա քաղաքական հարց չէ, դա մի նախարարի ոչ ճիշտ մեղմ ասած գործելակերպն է։ Եվ սա կարող է բերել լուրջ հետևանքների, անգամ բերվեց 2008 թվականի մարտի 1-ը։ Պատկերացնում եք ինչ աստիճանի կեղծ տեղեկություններ են փոխանցվել Եվրախորհրդի համապատասխան մարմինները, որպեսզի Եվրախորհուրդը որևէ ձևով չմիջամտի այս հարցերին։ Եվ իսկապես մարդիկ, չգիտեմ, քանի որ ունեն որոշակի հավատ ուրիշների, հատկապես պաշտոնյաների հանդեպ, այս ամենին ընթացք որոշել են չտալ, մինչև հետագա պարզաբանումները։
Ես կկարդամ որոշումը եւ հետո հետագա պարզաբանումների մասին նույնպես կխոսեմ։ Որոշումը հետեւյալն է։ Ես կկարդամ ձեզ, ցավոք սրտի ես չեմ կարող այս բլանկը ձեզ բլանկի ձևով ներկայացնել, որովհետեւ դա մեկ պաշտոնական ընթացք չի ստացել։ Հենց որ պաշտոնական ընթացք կլինի, սայթում կտեղադրվի, բայց ես կկարդամ դրա հայերեն թարգմանությունը։ Ուրեմն նիստ է կայացել, այս կարող եք, ճիշտ է, ես ասեմ չես չեմ խմբագրել, բայց կարող եք բաժանել։ Ուրեմն համապատասխան կառուցված կա, գոյություն է Եվրախորհրդի համապատասխան խարտիայի փորձագետների կոմիտեն, որը իր որոշումները ներկայացնում է նախարարների կոմիտեին, այսինքն բոլոր անդամ պետությունների նախարարների կոմիտե գոյություն ունի, իհարկե իրենք նախարարների վիճակի չեն Ստրասբուրգում գտնվել, դրա համար իրենց ներկայացուցիչներ կներ։ Դա համար դուք կտեսնեք, այստեղ նկված է ուրեմն տեղակալների կամ ներկայացուցիչների, նախարարների ներկայացուցիչների կոմիտե, որը հերթականությամբ ղեկավարում է դեսպաններից մեկը։ Այս ժամանակաշրջանում այդ կոմիտեն ղեկավարում է Ալբանիայի ներկայացուցիչը, հաջորդը լինելու է հետև Հայաստանը։ Ուստի ներկայացված այս դիմումը ուղարկված է դեսպանին եւ ուրեմն այստեղ գրված է հետեւյալը։ Ուրեմն փորձագետների կոմիտեն տեղեկացված է, որ Հայաստանից ընտրված կոմիտեի անդամին մերժվել է մասնակցելու կոմիտեի հերթական հանդիպմանը։ Կոմիտեն նշում է, որ կարող են լինել լուրջ պատճառներ, որ անդամը չի մասնակցում նիստին, օրինակի համար անհետաձգելի պարտականությունները նրա հիմնական աշխատանքում։ Սակայն այս հարցում ոչ մի պատճառաբանության մերժման համար չի ներկայացվել։ Փորձագետների կոմիտեն ուզում է ընդգծել, որ դա էական է, որ իր աշխատանքում կոմիտեի անդամները լինեն անկախ իրենց կառավարություններից, երբ նրանք կատարում են իրենց գործառույթները համապատասխան եվրոպական խարտիայի։ Իրավիճակի գնահատումը փոքրամասնությունների լեզուների պաշտպանության եւ հրախուսման եւ զարգացման դեպքում, որոշակի դեպքում քաղաքական հակասություններ կարող է բերել եւ, սա շեշտում եմ, եւ որևէ ձևով քաղաքական ճնշումը անդամի վրա իշխանությունների կողմից անընդունելի է։ Այս դեպքում Հայաստանի կառավարության անդամը արգելեց թույլտվությունը հայաստանցի անդամին մասնակցելու կոմիտեի նիստին առանց տալու որևէ կարևոր հիմնավորում, որի մասին տեղյակ լինի կոմիտեն։ Ուստի կոմիտեն արտահայտում է իր մտահոգությունը այն, որ ինքը համարում է անհարիր միջամտություն կառավարության անդամի կողմից, երբ որ փորձագետը կատարում է իր աշխատանքները, էքսպերտ, որը պիտի լինի անկախ եւ որը նշանակված է նախարարների կոմիտեի կողմից։ Էքսպերտների կոմիտեն երախտապարտ է լինելու, եթե նախարարների կոմիտեն համաձայնվի փոխանցել այս մտահոգությունը Հայաստանի կառավարությանը եւ հիշեցնի անդամ պետություններին նրանց պարտավորության մասին հարգել փորձագետների անկախությունը։ Եվ խնդրում ենք հարգելի դեսպան ընդունեք մեր պայմախտանքները կոմիտեի փորձագետների կոմիտեի անունից պրոֆեսոր Ստեփան Օտեկ։
Այս որոշումը կայացվել է խորհրդի նիստի ժամանակ եւ այստեղ հստակ հատուկ նշված է, որ հայաստանցի անդամը այս նիստերին չի մասնակցել։ Այսինքն էթիկայից ելնելով այն բանից հետո, երբ ինձ խոսք տվեցին եւ ներկայացրեցի վիճակը, հետագա քննարկումներին, ինչպես նաեւ տեքստի կազմանը ես չեմ մասնակցել, ինչի մասին հատուկ նշված է այս նամակում։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, այստեղ տրված է թե իրավական գնահատական եւ հետագա ընթացքը իհարկե լինելու է արդեն կոմիտեների նախարարների։ Ինչու է այդ ամենտեղ նշված պատճառ, որը մենք չենք իմանում։ Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել եւ գիտեք, մարդիկ ուղղակի չեն հավատում, որ այդպիսի բան կարող է լինել։ Նրանց թվում է մոտապես այդպիսի հարց էին տալիս, չէ՞ որ նախարարը ապուշ չէ, մոտապես այդպիսի։ Եվ ես պատկերացրեք ստիպված էի պաշտպանել պարոն Աշոտյանին, ասելով, որ չէ, երևի թե ապուշ չի։ Դե եթե մարդիկ ենթադրում են, եթե այդպես չի, ինչ-որ մի բան կա, որ թաքնված է։ Եվ ինչպես տեսնում եք, երկու անգամ նշված է, որ կարող է լինել պատճառ, որի մասին կոմիտեն տեղեկացված չէ։ Այսինքն Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև այն միջազգային մարմինների ներկայացուցիչների, որոնք ճիշտ ինֆորմացիա չեն ներկայացրել եւ փորձել ներկայացնել հարցը որպես քաղաքական, հնարավորություն է տրվել վերջը բացատրելու։ Եվ վերջին նորությունը, ես ինչ իմացա, ճիշտ է, դեռ պաշտոնական ես դեռ չեմ ստացել եւ կարող է պաշտոնապես դա բանավոր է ասվել, որ նախարարը, քանի որ ունի ռահանգներ արձակելու իշխանություն կամ իրավասություն, ինքը պարտավոր չէ պարզաբանումներ տալ ոչ միայն Զոլյանին, այլ նաեւ փորձագետների կոմիտեին։ Այսինքն նախարարի, ինչպես տեսնեք, շարունակվում է այն տրամաբանությունը, որը ներկայացված է եղել Արդարադատության նախարարության եւ նախարարի եզրակացության մեջ, որ նախարարի կամքը դա օրենք է։ Դե եթե կամքը օրենք է, ուրեմն ով իրավունք ունի հարցնել այդ կամքի մտադրությունների ինչ պատճառաբանությամբ ինքը արձակել է այդպիսի հրահանգ։ Ուրեմն այդպիսի բացատրություն, չգիտեմ, պաշտոնապես գրավոր թե ոչ, թե բանավոր, համենայն դեպս ներկայացվել է Եվրախորհրդի համապատասխան ատյաններին։ Սա ուրեմն այն դիրքորոշումն է, որը ունի այսօր փորձագետների կոմիտեն, դու կարող եք հարցնել, իսկ ինչ իրավական ուժ դա ունի։ Ես հատուկ բերել եմ այս հաստատվող գիրքը, սա Եվրախորհրդի կողմից հրապարակած մեկնաբանություններն են։ Ճիշտ է, նրանք, այդպես ասած, իրավական ուժ չունեն, սա ամփոփումն է գործող պրակտիկայի։ Այսինքն բոլոր այդ պրակտիկայի վերաբերյալ այստեղ կգտնեք նաև հայերենի վերաբերյալ ինչ երկրներ, ինչ որոշումներ են կայացվել, ինչպես են գործել եւ այլն, շատ օգտակար գիրք է։ Ուրեմն այս դեպքի վերաբերյալ, այսպես ասած, իմ դեպքի վերաբերյալ ոչ մի նման դեպք երբևէ չի եղել Եվրախորհրդում, ոչ միայն մեր կոմիտեի, այլ նաև այլ կոմիտեների դեպքում։ Սա իրոք աննախադեպ դեպք է եւ մի այդպիսի հասկանալի է, որ մի փոքր խառնաշփոթ թե իրավական տեսք տան այս ամենին։ Ուղղակի փորձագետներից մեկը հիշել է, որ 60-ական թվականներից Աֆրիկայի երկրներից մեկը ՄԱԿ-ի փորձագետին չի տվել անձնագիր, որ ինքը երկրից մեկնի մասնակցելու, ինչ որ հեղաշրջում է եկել ռազմական նոր։ Եվ այդ զինվորականները որոշել են, որպեսզի այդ մարդը չգնա արտասահման, ուղղակի իրեն անձնագիր չտա։ Բայց դա եղել է 60-ական թվականներին։ Այսինքն որևէ նման այդպիսի դեպք մինչև հիմա Եվրախորհուրդը չունի եւ այդ հոդվածի վերաբերյալ ուղղակի վերվում են ինչ որ գրված է բոլոր այլ փաստաթղթերում, այստեղ որ փորձագետը պիտի անկախ լինի եւ կառավարությունը իրավունք չունի որևէ ձևով խանգարել նրա անկախությունը։ Ինչպես տեսնում եք, այս պարզաբանումը կա։ Ուրեմն այստեղ հատուկ բացատրվում է, որ այս խարտիայի իրավունքի աղբյուրը դա նախարարների կոմիտեի որոշումներն են, համաձայն Վիեննայի իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին, հատուկ կոնվենցիական միջազգային պայմանագրի, ինչպես են նրանք մեկնաբանվում, եւ այնտեղ գրված է, եթե նախարարների խորհրդի որոշումները ունեն պարտադիր բնույթ եւ արդեն դառնում են օրենք համապատասխան պետության բոլոր պետությունների համար, որտեղ դա մեկնաբանությունն է օրենքի, ապա կոմիտեի եզրակացությունը, ինչպես գրում են, soft, այսինքն փափուկ օրենսդրություն է, որը պիտի հաշվի առնվի նաեւ ազգային օրենսդրությամբ, թեև չունի պարտադիր բնույթ, բայց երբ որ դա նախարարների խորհուրդը այս ամենը հաստատի, դա համաձայն այս մեկնաբանության հեղինակների դառնում է միջազգային իրավունքի աղբյուր։ Ես ցավում եմ իհարկե, որ իմ դեպքը դառնում է ինչ-որ միջազգային իրավունքի
համապատասխան աղբյուրներից մեկը եւ բնական է հետագայում այդ դեպքը պիտի հիշատակվի։ Իրոք նման բան չի եղել եւ հիմա մեկ այլ հանձնաժողով, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն, հակադիսկրիմինացիայի հանձնաժողովը մշակում է հատուկ փաստաթուղթ, ինչ է նշանակում փորձագետի անկախությունը, բայց փաստը դա է եւ այս ամենը իհարկե շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի դատական համակարգը ճիշտ ձևով արձագանքի այն ամենին, որը եւ կարողանա ուղղել վերջեվերջո դրա համար էլ ստեղծված է դատական իշխանությունը, որ կարողանա ուղղել գործադրի սխալները։ Այն ես չեմ ուզում կրկնել այն բաներից, որ մինչև այդ ասել եմ, որ իհարկե գործադրի իշխանության կողմից բավականին լուրջ ճնշում է եղել, այն բանով, որ թե վարչապետը, թե նախարարը, թե նախարարները, արդարության նախարարը եւ կրթության նախարարը հայտնել են իրենց տեսակետները, բայց բոլոր դեպքերում մենք հույս ունենք, որ մեր փաստարկները հաշվի կառնվեն, իսկ ինչ վերաբերում է, ես նորից երկուշաբթի օրը ընթանալու է երկրորդ նիստ, ես չեմ ուզում խորանալ ձեզ տալ ներկայացնել նախարարության տեսակետները, ուղղակի մարդիկ հերթական անգամ ցույց տվեցին, նրանք չեն տարբերակում գուհը իրենց բաժիններից մեկին։ Ես ուղղակի ընդհանրապես բան ասեմ, ուրեմն նրանք շփոթում են լիազոր անդամ մարմին եւ վերադաս պետական մարմին։ Փորձում են համոզել, որ նախարարությունը վերադասն է։ Այն դեպքում եւ դա լիազոր մարմինն է։ Եվ երկրորդը փորձում են համոզել, որ եթե իրավունք ունի անցկացնել վերահսկողություն, ապա նման հոդվածներից վերություն ակնհայտ է դառնում, որ այլ նաև կառավարում է իրականացնում։ Այսինքն իրենց տրված է վերահսկողություն, այլ նաև կառավարում։ Ուրեմն այդ մարդիկ անգամ չգիտեն վարչական կրթության մասին օրենքը։ Այնտեղ պարզ գրված է, որ բուհի կառավարման մարմինները դա խորհուրդն է եւ ռեկտորը։ Կոլեգիալ մարմին խորհուրդն է, այնտեղ նախարարության մասին խոսք չկա, այսինքն անգամ այն մի օրենք չեն կարողանում սերտել եւ այդպիսի իրավիճակների մեջ են ընկնում եւ ես հետո ստիպված եմ Եվրոպաներում բացատրել, որ այդ մարդիկ ապուշ չեն, բայց ինչ չի։ Որևէ պատճառաբանություն չեմ կարող բերել դրան։ Դեպի դեպքում ես կարծում եմ այս դատական գործի հետ կապված, եթե կան հարցեր, ապա ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանել, եւ եւս մի շատ լավ, եթե ավելի լավ հարցերին այո։ Համեցեք խնդրեմ։ Պաուզում եմ տենդերություն։ Դուք ինչ առաջ տեքստը կարդացիք փորձագետների կողմից, երևի դա խմբագրված չէ, դրա համար ինձ համար մի քիչ պարզ չէ։ Իրենք փորձագետներն են համարում, որ ինչ-որ քաղաքական դրդապատճառ կա։ Ոչ։ Ձեզ այդ ազնիա տա։ Ուրեմն գիտեք, իսկապես որպեսզի թույլատություն չլինի, ձեզ բաժանված է ուղղակի վերջնական տեքստը ես չեմ պրեսկելիզը, որտեղ վերաշարադրանքն է։ Ինչ որ ես ասեցի, դա մասնավոր, բանավոր խոսակցություններին է ներկայացված, ինչպես նաև ներկայացվել է կոմիտեին քարտուղարության տեսակետը։ Այսինքն քարտուղարության տեսակետը ներկայացվել է, թե ինչու մինչև հիմա քարտուղարությունը չի միջամտել փորձելու համար վիճակը ճշգրիտ իմանալու, բայց կոմիտեն անկախ է նաև քարտուղարությունից։ Քարտուղարությունը միայն ապահովում է գործունեությունը, ենթադրենք ճանապարհածախսը եւ այլն։ Ինչ վերաբերում եւ կոմիտեն ներկայացնում է մեկ կոմիտեն փորձագետների, նախարարների կոմիտեին։ Այսինքն այն ինչ որ ես ասել եմ, այստեղ ոչ մի ձևով իհարկե ներկայացված չէ, այնտեղ գրված է շատ դիվանագիտական լեզվով, այնտեղ գրված է, որ պիտի բացառվի որևէ ճնշում փորձագետի վրա։ Ինչպես տեսնում եք, այստեղ զուտ իրավական հարթության մեջ է։ Դուք պատմում եք, որ քաղաքական ճնշում կա։ Ուրեմն սա փորձել են, ինչպես հասկացա, ներկայացնել այսպիսի խնդիրներ, որ դա քաղաքական հարց է Հայաստանի իշխանությունները։ Տվյալ դեպքում ես գիտեք ինչ, այստեղ գրված է բացառել any ցանկացած քաղաքական ճնշում։ Բնական է, եթե հայտարարությամբ հանդես է գալիս վարչապետը, դա արդեն քաղաքական ճնշում է։ Այո։ Ես էլ չգիտեմ, ուղղակի սա այն է, ինչ փորձել են ներկայացնել, թե պետք է մի փոքր ես բնական է, ես ներկա չեմ եղել, մոտապես այդպես ասած ասելով պետք է որ ինչ որ ձևով
մինչև ընտրությունների ընթացքը, որ դա ազդի ընտրությունների վրա, որովհետև Հայաստանը մոտապես անկանխատեսելի է, կարող են բազմաթիվ զարգացումներ լինեն, օրինակ, այսինքն տվյալ դեպքում ես ինքս անգամ չեմ եղել, ուղղակի ձեզ ասեցի, թե ինչ աստիճանի փորձել են քաղաքականացնել այս հարցը։ Իդեպ, օգտվելով առիթից ես ուզում եմ ներկայացնել Տիկին Լիաննա Գրիգորյանին, որը փաստաբան է, եթե ավելի կոնկրետ հարցեր լինեն դատավարության հետ կապված, խնդրեմ Տիկին Գրիգորյանը սիրով կպատասխանի։ Այո։ Այսինքն ձեզ այդ բանավոր արտահայտությունը ով անհասնում է։ Գիտեք ինչ, եկեք այդ մասին չհարցնենք։ Տվյալ դեպքում ես ձեզ ասում եմ այն, ինչ որ փաստաթուղթը սա է, եւ սա ես ձեզ փորձեցի բացատրել, թե ինչու է այստեղ գրված, կարող է լինել պատճառաբանություններ, որոնց մասին կոմիտեն տեղեկացված չէ։ Այսինքն պաշտոնապես որևէ ձևով այդպիսի տեղեկություն չի եղել։ Բայց գիտեք ինչ, մարդիկ հեռախոսով խոսում են իրար հետ, ինչ-որ բաներ ասում են, որոնց մասին ես ուղղակի ձեզ ընդհանուր կոնտեքստը ներկայացրեցի։ Հիմա, եթե հարց լինի, թող ես նորից եմ ասում, ես ասում եմ այն ինչ որ լսել եմ ոչ պաշտոնական, դուք որպես լրագրողներ իմ ասածը ճշգրտելու համար կարող եք դիմել համապատասխան մարմիններին եւ հարցնել ինչ ինֆորմացիա գնացել։ Համենայն դեպս կոմիտեին Հայաստանի իշխանությունների կողմից որևէ գրավոր, տեսնում եմ, գրավոր բան չի ներկայացվել։ Եղել են միայն այդպես ասած խոսակցություններ։ Պարոն Ջուլյան, եթե կարելի է ես փաստաբանին հարց վերցնել, հարցը հետևյալն է։ Փաստորեն դուք դատարանում վիճակում եք ոչ միայն նկատողությունը, այլև հեռացումը, ճիշտ է։ Այո։ Եթե այդպես է, փաստորեն դատական վեճի փուլում գտնվող հարցը, մենք փաստորեն ես երեք իմացա, որ կառավարությունը հաստատել է նոր ռեկտորի տեխնատությունը կառավարության նիստում։ Ինչ չափով է սա, ինչպես կմեկնաբանեք դա, ինչ չափով է դա օրինականության մեջ կամ կապվում։ Գիտեք ինչ, այն որ նոր ռեկտոր է նշանակվել, դա ըստ եկեք չկապենք դատավարության հետ, որովհետև այսպես թե այնպես ռեկտորը ըստ պետք է նշանակվի եւ չկա ըստ որևէ օրենսդրություն, որ մինչեւ դատական նիստի ավարտը կամ վերջնական ոչինչ օրինական ուժի մեջ մտել չպետք է նշանակվեր նոր ռեկտոր։ Մենք այդպիսի ըստ օրենսդրական կարգավորում եւ ակտեր չունենք, պետք է նշանակել։ Այսինքն չէր կարող երկար ժամանակ մնալ ժամանակավոր պաշտոնակատար, հա, ինչ որ մեկը, որովհետև դատավարությունը կարող է տևել տարիներ։ Եվ ըստ էության այդպես էլ սպասում եք այո։ Բայց կա երկու հարց, որի մասին ես ուզում եմ ճշտել, որ կարող եք, բայց նաև չկա եւ հակառակը այնտեղ կա նաև որ կարող եք եւ հետաձգել։ Այս նշանակումը հատկապես, որ ինչպես անցյալ անգամ ես ասել էի, 24 անդամից 10-ը փաստորեն այդ լիազորությունները չունեին։ 4 այլևս ուսանող չէին, իսկ նախարարության կողմից նշանակվածներից որևէ մեկը հայտնի ոչի չէր, ոչ կրթության, ոչ մշակույթի, ոչ գիտության ոլորտում։ Բոլոր դեպքերում կանխատեսելի է, որ ժամանակավոր պաշտոնակատարը երկար չէր կարող ունենալ։ Եվ երկրորդ հարցը նույն կապակցությամբ ընդունենք դատական ակցիանով պարոն Ջուլյանը շահեց։ Այո։ Ինչ իրավական հետևանքներ են ունենում նոր ռեկտորի արտահայտության պարագայում, եթե պարզվում է, որ հին ռեկտորի անելու հրամանը օրինական չի։ Եթե պարզվի, որ հին ռեկտորի հրամանը օրինական չի, ըստ էության, եթե օրենսդրական տեսանկյունից նայենք, բնականաբար պետք է վերականգնվի պարոն Զորյան հին աշխատանքում, եթե դատարանի վճռով պարզվի եւ հիմնավորվի, որ պարոն Զորյանը ըստ էության աշխատանքից հեռացվել է անհիմն։ Բայց այդ դեպքում նոր ռեկտորը ինչ մեղք ունի, որ նոր ռեկտորը մեղք չունի, բնականաբար նոր ռեկտորը նշանակվել է, նոր ռեկտորին այստեղ մեղավորության հարց մենք չենք քննարկում, այսինքն նոր ռեկտորին արդեն ով որ նշանակել է, բնականաբար կստացվի հետևանքը, որ նրան էլ նշանակել են էլի օրինական դաշտից դուրս։ Բայց ես դες նորից եմ ասում, ժամանակավոր պաշտոնակատար այդպես երկար ժամանակով չէին թողնի, բնականաբար։ Այլ հարցեր Եթե հարց չկա, ես նորից նույն թեմային էլի, պարոն Զորյան, դուք ասում եք, որ հա քաղաքական ենթատեքստ ունի, բայց դուք ոչ ընդդիմություն եք, կուսակցական եք, ինչու պետք է ձեր նկատմամբ քաղաքական ճնշում բանեցնեք իշխանությունները։ Գիտեք, շատ տեղին հարց եք տալիս, որովհետև սկսած ապրիլից ես ասում եմ, որ ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, եւ հակառակը պաշտոնյաները սկսած վարչապետից
եւ նախարարից փորձում են եւ նաեւ որոշակի լրատվամիջոցներ միշտ փորձում են ինչ քաղաքական ուժի հետ կապել, այնքան տարբեր ճամբարների, տարբեր անուններն էին նշված եւ այլն։ Ինչպես տեսակ, այս ընթացքում ես կարողացա եւ ես նաեւ շնորհակալություն հայտնեցի բոլոր քաղաքական ուժերին, որ որևէ մեկը նրանցից չփորձեց օգտագործել այս դեպքը եւ յուրացնել ասելով, որ մենք պաշտպանում ենք կամ ինչ-որ այդ ձևով։ Այսինքն այն չեզոքությունը, որ նրանք պահպանել են եւ շատ շնորհակալ եմ։ Դա ավելի շատ իշխանությունների դիրքորոշումներ, որպեսզի կոսկեն իրենց, ես ուզում եմ օգտագործել պարոն Աշոտյանի արտահայտությունը իրավական առումով ապիկարությունը։ Եթե հիշում եք, ինքը այդպիսի արտահայտություն թույլ տվեց, որ վատը երբ որ պրոֆեսորը իր իրավական առումով ապիկարությունը փորձում է ծածկել ինչ-ինչ քաղաքական ելույթներով եւ այլն։ Այստեղ ես տեսնում եմ նաեւ հստակ արտահայտված ճնշում, եթե ուզում ենք ասենք, եթե հարցը իսկապես, եթե քաղաքական ենթատեքստերն են, դա խոսքի ազատությունն է, որ մարդը իրավունք ունի պատասխանել եւ պաշտպանվել, երբ որ վերադասը թե չակերտներով, ինքնին վերադասը չի, ինքն իրեն ուրեմն կոպիտ ձևով խախտում է օրենքները։ Տվյալ դեպքում դա ինչից եղավ, եւ փորձեցի հրապարակային ձևով, եւ ոչ նախարարը, ոչ վարչապետը չեն արձագանքել այդ նամակներին։ Իմ առաջին նկատողության հարցն է, եւ ես ուղարկել եմ իրենց նամակներ, ասելով, որ վերջը սա նաեւ միջազգային իրավունքի հարց է եւ պետք չի հերթական անգամ հայտարարել Հայաստանը։ Բայց դրանից հետո հետևեց նաեւ ես նույն կարծիքը հայտնել եմ եւ մամուլում, ինչից հետո հետևեց այս հաշվեհարդարը։ Եթե կուզեք, այո, սա ոչ թե կուսակցական առումով, այլ խոսքի ազատության, որովհետեւ ոչ միայն խոսքի ազատությունը ոչ միայն լրագրողներին, այլ ցանկացած քաղաքացուն եւ պաշտոնյայի։ Շատ լավ։ Այլ հարցեր չկան։ Եթե չկան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել, պարոն Զուրյան։ Գիտեք, մի րոպե, եթե ավելացնելու բան ունեք։ Ես ուղղակի կուզենայի ավելացնել, որ իսկապես պետք է գիտության եւ կրթության ավելի լուրջ ուշադրություն դարձնենք։ Ընդհանրապես մի բան, որևէ մեկը ուշադրություն չի դարձրել կրթության եւ գիտությանը պետության ծրագրին, որը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Եվ ես ուղղակի ցավ եմ ապրում։ Այն վարչապետը, որ 5 տարի առաջ ներկայացնում էր ծրագիր եւ այնտեղ հիմնական կետը եղել է, հիմնական կետերից 4 կետերից ուժեղ համալսարաններ, ուժեղ պետություն, ներկայացնում այդպիսի մի ծրագիր, որտեղ կա ուղղակի ծիծաղելի սխալներ, ես բան չեմ ասում։ Տեսեք, Բոլոնիայի համաձայնագրին համապատասխան մեծացվելու է ուհերի ինքնուրույնությունը։ Այսինքն, ոչ սահմանադրության մեջ, որևէ Բոլոնիայի փաստաթղթերում դուք ինքնուրույնություն բառը չեք գտնի, գրված է ինքնավարություն։ Այսինքն այդ մարդիկ անգամ չեն պատկերացնում, ինչ փաստաթղթերից պետք է օգտվեն եւ ինչ բառապաշար պետք է օգտագործեն։ Ես չեմ ասում, որ պիտի հասկանան, հասկանալու մասին չէ։ Գոնե ճիշտ բառը օգտագործեն։ Եթե Բոլոնիա է, ապա ակադեմիկ ուրեմն համահասանական ինքնավարություն։ Եվ այս առումով ես նորից ցավում եմ, թե ինչ վիճակում է մեր կրթության նախարարությունը, իմ մորս կողմից պապը եղել է 18 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության եւ մշակույթի, լուսավորության եւ մշակույթի առաջին նախարարը Մելիք Ղարագյոզյան Գևորգը, եւ այն ժամանակ մարդիկ մտածում էին ինչպես զարգացնել եւ ստեղծել համալսարաններ, այլ ոչ թե այդպիսի մակարդակով փորձել ղեկավարել այսպիսի Հայաստանի համար այսպիսի ռազմավարական ոլորտը։ Ես ինչու եմ ասում, որ դա արդեն դառնում է ծրագրային։ Սա ուղղակի իմ դեպքին չի առնչվում, բայց դա իսկապես Հայաստանի զարգացման հետ առնչվում է, որպեսզի նման ծրագիր արդեն ներկայացնում է եւ հաստատվում է 5-ամյա ծրագիր կայացության կողմից։ Շատ լավ, պարոն Զուրյան, այլ հարցեր կարծես թե չկան։ Պարոն Զուրյան, մի բան էլի հարցնում, ես կարծել եմ դա, այդ բանավոր հանդիպումը եղել է խոսակցությունները կոմիտեի քարտուղարության։ Չէ։ Տարբեր մարդկանց, ամբողջ բոլորը գիտեն։ Չէ, դա մոտավորապես ես չեմ կարող ասել, որովհետև դա բանավոր խոսակցություն է եղել։ Ես ուղղակի ես ասեմ նշեմ, հանդիպել են այդ միջազգային այցյանների հետ, այդպես են նշում։ Տարբեր ներկայացուցիչների հետ, իսկ ինչ վերաբերում է կոմիտեի նիստին, այնտեղ նշեք, որ ես չեմ էլ մասնակցել։